Կոթեցի գնդակի հետ խաղ եմ անում, թուրքի գնդակի հետ։ Բեմուրազել եմ սուտ ասեմ, գնդակ կալիսա պտմենի աստալի, այդ ինձ են կոթեցի։ Երևան քանի հատ մենք ղեկավարում ենք, աղբերս բժիշկ, աղբերակինս գինեկոլոգ, երկոքիս քույր, աղբորս տղեն բժիշկ Երևանում հայտնի տղա Խաչատրյան բանը Տիգրանը։ Այն ժամանակ կառավարությունից մեր մեջքը բավականին պինդ է եղել, իսկ հիմա չգիտենք կառավարությունից ինչ սպասենք էլի, այսպես ասած, որովհետև Սյունիքում տիրող իրավիճակը, Վարդենիսի հատվածում, Գեղարքունիքի մյուս հատվածներում տիրող իրավիճակը տեսնելով չգիտենք, եթե վաղը այստեղ էլ նորից ակտիվ ռազմական գործողություններ լինեն, ինչ պիտի սպասենք, անորոշությունն է հիմա մեզ վախեցնում։ Այստեղ է պետք պայքարել, եթե պիտի բանվորություն անենք, մեր հողում անենք, ինչի գնանք օտարի հողում անենք դա։ Այս հենց մաքրում ենք, հետո դա մեր տեղացիք սրան շատ են սիրում, այս պիպերթի ճաշ։ Անվախենք, վայն չենք, անվախենք։ Կրակելով մենք մեր այգում գործ ենք արել։ Դեն չի որ ասենք, վայ կրակը մենք քնենք, հա կրակը մենք թաքնվում ենք, հետո էլի գնում մեր գործն անում։ Բայց կուզենք, որ իսկապես խաղաղություն լինի, իսկապես երեկվա դեպքերի վրա շատ հուզվեցինք, էլի դե որ այդքան էլի զինծառայողը մեր վերջում զոհվում, դժվար է, չգիտեմ, նախ մենակ խաղաղություն լինի, մեկ էլ գյուղում լինի աշխատատեղ, որ ջահելներն աշխատեն։ Ամենառաջին հերթին խաղաղություն մեր երիտասարդին ամեկը ով ում տանիցը երեխայա գնացել կան ամեկը իրանց ամենառաջին հերթին իրանց ծնողներին հասնուն, որովհետև շատ գերիններ ունենք, շատ նեհմնացածնի ունենք։ Ուզենք, չուզենք մնալտենք, գալախչեք ջան, բարիշտ ենք անել։ Իսկ ջահելներն էլ են այդպես մտածում։ Հա, հանքել են, թուրներն էլ են դե մտածում։ Երջը շատ նվիճակ է, բայց մենք կաղալ չենք մեր հայերն եկը բերախենք։ Մեր դաշտերը, մեր սավոր մարդը։ Սահմանամերձ գյուղում շատ դժվարություններով ենք ապրում, շատ, ամեն ինչ պրոբլեմա։ Հող ենք մշակում, նորմալ ջուր չկա, որ չրինք։ Անասուն ենք պահում, տարածքից վախում ենք։ Մի քիչ անասունա պցրե նմա թուրք կրակում է, ինչ անենք։ Կառավարությունը է սահմանամերձ գեղերի մար, ինչ է մտածում։ Այս հիվանդանոցների մար, այս ամբուլատորիաների մար, այս ժողովուրդը բժշկի ակինում, ըստեղից մինչև նոյեմբերան 4000 դրամ է մի հատ տաքսի։ Դու գնա։ Փողը տաքսունա գնում, մեկ էլ ըստեղ այս ամբուլատորիայի հարցը չեն կարգավորում։ Որ ասենք, թե մի հատ սիստեմա միացնիլ է, գնում ենք մի ուշ տեղ են միացնում, ըստեղ քույրերն են մեծամասամբ գումարա գնում։ Բա մեղք չեն է ժողովրդի մտածող կահատ։ Ով իհարկե բերեգլա թողենք, այսօր գոյության պայքարը, դենց ասեմ։ Հետո էլ ես 4 երեխա ունեմ, ու դեռ չգիտեմ, պետք ինձ ինչ որ բանով օգնելա, չեմ հիշում նոմը։ Հիշողությունից իմ ինչանուց լավ եմ, բայց չեմ հիշում նոմը։ Մեր մշակույթի կենտրոնի մասնակի բարեկարգման վերանորոգման ծրագիր ունենք այս տարվա։ Մեկ էլ օգջո է կառուցելու երկու խոշոր ծրագիրը, որ կարևոր նշանակություն ունենալու գյուղի համար։
Շարունակվում է Հրաչյա Պապինյանի հեղինակած Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդու տարածքը եւ նրա շրջակայքում ապրած մարդիկ 5000 տարի առաջ ուրարտական շրջան, նրանց հավատալիքները, Լոռու Բագրատունի Կյուրիկյան թագավորների, մոնղոլների, սելջուկների, վրացիների, թուրքերի ու պարսիկների արշավանքների շրջան, քարայր գրատների, լոռվակ հajերի եւ լեզգիների արշավանքների 150-ամյա դրամատիկ պատմությունները, Լոռու ազնվական տների միջնադարում ծավալված դրամատիկական պատմությունների պղնձի 250 տարվա պատմության մասին, Լոռու բոլշևիկյան ապստամբությունների, Չեզոք գոտու, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարության մանրամասները, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրումը, գործունեությունը, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմությունները, օգտված է ավելի քան 200 գիտական աշխատություններից ու հոդվածներից, թերթերից, գիտական ամսագրերից։ Գիրքն ունի նաև Ալավերդու եւ տարածաշրջանի հիշարժան տարեթվերի հավելված օգտագործված գրականության ցանկը։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի, Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Երևանի Խանջան փողոցից ձեռք բերելու համար զանգահարել 091 61 29 30 կամ 055 18 47 87 հեռախոսահամարներով։